Բարև ձեզ, ես Գայանեն եմ, հանդիսանում եմ արտահանման մասնագետը Պրոշյանի կոնյակի գործարանում։ Մեր խնդիրը մեկն է, ստեղծվել է իրավիճակ, երբ տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են գեզի անցակետում, Վրաստանի գեզի անցակետում, անալիզ անցկացնելու պատրվակով, բայց բոլորս գիտենք, որ Վրաստանը հանդիսանում է տարանցիկ երկիր, այսինքն այստեղ անալիզ անցկացնելու որևէ խնդիր մենք չենք տեսնում ու փորձում ենք մեր ձայնը հասանելի դարձնել հնարավոր բոլոր լծակներում, որպեսզի խնդիրը լուծվի։ Հիմա այստեղ բողոքի ձայնը բարձրացնելով ինչ ակնկալիքներ ունեք։ Պահանջը ո՞րն է։ Պահանջում ենք, որպեսզի տան պարզաբանում, ինչի հիման վրա մեր մեքենաները պահվում են տեղ, Ռուսաստանը արտահանվում մեքենաները, եւ Ռուսաստանի Դաշնություն եւ Բելարուսիա։ Այս պահի դրությամբ արդեն այնտեղ ունենք կանգնած 17 եւ ավել մեքենաներ, կան մեքենաներ, որոնցից վերցրել են նմուշներ անալիզի համար, բայց ունենք նաեւ մեքենա, որը բարձված է գինով, նմուշ չեն վերցրել, ասեն ընդհանրապես մեքենան կարող եք փակել ու գնալ։ Իսկ երբ կլինի պատասխան, ինչքան ժամանակ դա կտևի, ոչ մի պարզաբանում չկա, իսկ մենք ակնկալում ենք պարզաբանում հստակ պատասխաններ, որպեսզի ոչ մեկից գործը չխաթարվի։ Այս պահի դրությամբ մենք ունենք լուրջ խնդիր։ Ու այս խնդիրը ոչ միայն հանդիսանում է մեր խնդիրը Պրոշյանի կոնյակի գործարանի, այլ բոլոր գործարանների, որովհետև մենք ինչքանով որ տեղեկացված ենք, սա համատարած խնդիր է։ Ճիշտ է, ասում են, որ կան գործարաններ ու մեքենաները, որ չեն պահվում, մենք նույնիսկ դրա պատասխանն ենք ակնկալում ստանանք, ինչի հիման վրա, եթե կա գործարան պահվում է, ու կա գործարան, որ չի պահվում, ինչն է խնդիրը։ Եթե կա խնդիր իրենց կողմից, թող մի հատ իրանք էլ բարձրաձայնեն, մենք մեր կողմից փորձենք պարզաբանում տալ, ինչն է խնդիրը։ Եթե չկա խնդիր մեր գործարանի հետ կապված կամ այլ գործարանների հետ կապված, այդ դեպքում մենք ենք պահանջում պատասխան եւ պարզաբանում, հասկանանք ինչն է պատճառը։ Արդեն 1 ամիս է, ամսի 18-ից սկսած առաջին մեքենան մտել է գեզի անցակետ ու մինչ օրս չունենք ոչ մի պատասխան, ոչ մի անալիզի պատասխան։ Եթե իրենք ուզում են ստուգում անցկացնել, շատ լավ, իրանք կարող են ստուգել, դասմոտր անեն, իրանց ասված դասմոտր անեն, բայց ոչ անալիզի տեսքով, որովհետև դա իրենց երկրի համար նախատեսված բեռներ չեն, այդ բեռները արտահանվում են Ռուսաստան, Բելարուս, անալիզի իմաստը չենք հասկանում, բայց եթե նույնիսկ իրանք ասում են իրանք իրանց երկրում ունեն օրենք, որ կարող են իրավունք ունեն անալիզ անեն, եթե ունեն իրավունք անալիզ անեն, շատ լավ, թող տան հստակ որոշումներ, հստակ պատասխաններ, հստակ ժամկետներ, այս պահի դրությամբ նույնիսկ երբ որ մեքենաները գնում են անցակետ, երբ որ իրենք վերցնում են տեղում նմուշներ, իրենք չեն ասում ոչ ժամկետ, ոչ մի հարցի ընդհանրապես չեն պատասխանում եւ մաքսիմալ են որ չեզոք դիրք են ընդունում։ Իսկ արգելափակումների հետևանքով ընկերությունները մոտավորապես այս ընթացքում ինչքան կորուստ են կրել ֆինանսական։ Եթե նախկինում նորմալ պայմաններում կարայինք օրվա ընթացքում արտահանեինք 4-5, նույնիսկ 7 մեքենա, այս պահի դրությամբ արտահանումները կարելի է ասել դադարեցվել են, որովհետև շաբաթվա կտրվածքով 1-2 մեքենա դա մաքսիմումն եմ ասում, որ արտահանում ենք փորձելով հասկանալ իրավիճակը, որպեսզի մեքենաները չգնան, դա ոչ միայն կանգնացնում է աշխատանքը, դա նաև ֆինանսապես ենք տուժում, որովհետև բոլոր մեքենաների համար մենք պարտավոր ենք վճարել պարապուր, չէ։ Այստեղ փոխկապակցված է ոչ միայն տուժում է արդեն գործարանը, այս պարագայում տուժում են նաև լոգիստները, վարորդները, ամեն ինչը փոխկապակցված է, դրա համար պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր ձայնը հնարավոր բոլոր լծակներում լսելի լինի։ Վրացական իշխանությունների հետ այնուամենայնիվ արտահանողները չէ որ պետք է բանակցեն այս հարցի շուրջ, էկոնոմիկայի նախարարությանը դիմել եք, ինչ են ասում։ Այո, փորձել ենք դիմել, նամակներով ենք դիմել, բայց հստակ ոչ մի պատասխան չենք ստացել, միակ պատասխանն է, որ զբաղվում ենք, բայց ունենք արդեն խնդիր, որը 1 ամիս է, չեմ կարծում, որ այնպես են զբաղվում, որպեսզի այս հարցը լուծվի։ Վրացական կողմը ոչ մի պարզաբանում չի տվել, ոչ մի բան չի ասել։ Նմուշ առում էինք Իրանով այդ ձեր ասած։ Որքան ժամանակ է, զբաղեցնում։ Նայեք, մենք մինչ այս ունեցել ենք խնդիր Լարսի անցակետում, ի սկզբանե Լարսում էր սկսվել այս խնդիրը, այսինքն ոչ բոլոր մեքենաներից ոնց որ Վրաստանում արվում, Լարսի անցակետում արտահանվող օրինակի համար ամսվա կտրվածքով 30 մեքենաներից շատ հնարավոր է այնտեղ ընտրում են 3 մեքենայից վերցնում էին նմուշարու, որը որ օրերի քանակով տևում էր 15-ից 30 օր։ Դա այդքան տևում էր, բայց դա համատարած չէ, ընտրում էին, որոշում էին ոչ բոլոր մեքենաներն էր պահում, իսկ այս դեպքում Վրաստանը պահում է բոլոր մեքենաները, այսինքն մինչ օրս այս 1 ամիս է արդեն ես չունեմ մեքենա, որ անցել է
վրացական կողմը դեպի Ռուսաստան։ Չունեն, բոլոր մեքենաները պահվել են գեյզիում, բոլոր։ Բայց ենթադրություններն ինչի համար են պահում, ինչ որ պատժամիջոցներ են հայտարարված։ Չունենք ոչ մի բան, այդ պատճառով հավաքվել ենք այստեղ, փորձում ենք ստանալ այդ բոլոր հարցերի պատասխանները ու ակնկալում ենք իրականում ստանալ, որպեսզի այս հարցին լուծում տրվի։ Դեսպանի հետ հանդիպել, Ոչ միայն հանդիպել, եթե հանդիպումը կլինի արդյունավետ, այո հանդիպել, եթե չլինի արդյունավետ, կարծում եմ արդեն պետք է մեր կառավարությունն էլ փորձի իր լծակներով ինչ-որ բան անի, այսպես չի կարող Այս շարունակվել։ ընթացքում լսել եք կառավարության ներկայացուցիչներին, բարձաբանումները գոհացնող են, ինչ են ասել ձեզ։ Այս պահին ոչ մի գոհացնող պատասխան դեռ չենք լսել, ոչ մի։ Մաքսային կցորդի գրազենյակ կապվել եք, փորձել եք այնտեղից բարձաբանում ստանալ։ Ես անձամբ չեմ կապվել, չէ, չեմ կարող ոչինչ ասել այդ գծով։ Դուք միտում տեսնում եք քաղաքական է, ձեզ։ Խնդրում եմ հերթով, խնդրում եմ հերթով։ Քաղաքական են վրացական կողմը։ Չեմ կարող ասեմ, նման պարզաբանումներ իրավասու չեմ տալու, որովհետև ես ինքս տեղեկացված չեմ, ինչքանով դա կարա քաղաքական լինի, ինչքանով դա կարա ուղղակի չգիտեմ, երկու պետությունների մեջ պայմանավորվածություն լինի, դրա համար չեմ կարող ոչ մի բան ասել։ Խոսքը շշալցված կոնյակի մասին։ Ոչ միայն։ Կոնյակի սպիրտի մասին է։ Ոչ, կոնյակի մասին է եւ շշալցված եւ նալիվով, այսինքն մենք այնտեղ ունենք ոչ միայն շշալցված կոնյակներ, այլ այնտեղ ունենք նաեւ ցիստերնաներով, երկու ցիստերնաներով դեպի Բելարուսիա ուղևորվող մեքենաներ։ Ունեմ գինիով մեքենաներ, եթե նույնիսկ այստեղ հարցը կոնյակին էր վերաբերում, այս պարագայում գինու արտահանումը պետք է չկանգնեցներ, բայց այս պահին ես անձամբ ունեմ այդտեղ կանգնած գինով մեքենա։ Խոսքը միայն Արարատի կոնյակի գործարանի մասին է, թե բոլոր Հայաստանի տնտեսվարողների մասին։ Ինքը Պրոշյանի Ես հանդիսանում եմ Պրոշյանի կոնյակի գործարանի, այո, արտա։ Այլ տնտեսվարողներին էլ վերաբերում է։ Որքանով որ տեղեկացված ենք, այս հարցը շատ ավելի լայն է, քան պատկերացնում ենք, որովհետև այնտեղ կանգնած են ոչ միայն մեր գործարանի կոնյակները, այնտեղ կան կանգնած Շահնազարյանից, Եղվարդից, տարբեր գործարաններից կան մեքենաներ, բայց նաև կան խոսակցություններ, որ կան գործարաններ, ու մեքենաները գնում եւ ուղղակի կանաչ լույսով անցնում են։ Դա մեզ նույնպես ուզում է, ուզում ենք հասկանանք ինչով է պայմանավորված, եթե կա անցնելու տարբերակ, ինչու մենք դրա մասին տեղեկացված չենք։ Եթե կան գործարաններ, որոնք որ անցնում են, ու խնդիրը մեր գործարանի կամ մի քանի գործարանների հետ է, այդ դեպքում թող կազմակերպեն հանդիպում, թող գրավոր ներկայացնեն իրենց պահանջները, պարզաբանում պահանջը, մենք էլ մեր կողմից փորձենք ինչ-որ բան ասել։ Կան խոսակցություններ, ես հստակ չգիտեմ, ուղղակի տարբեր լոգիստների հետ խոսալով, վարորդների հետ խոսալով, փորձել եմ ինչ-որ ինֆորմացիա քաղել, ասում են, որ նոյից արտահանվող մեքենաները անցնում են, ասում են, որ մապից արտահանվող մեքենաներ կան անցնում են, չնայած մեկ այլ տեղեկությունով էլ ասում են, որ մապից էլ կա կանգնած մեքենա, այսինքն չգիտեմ, ինձ թվում է, այս հարցը ավելի լայնածավալ է, քան մենք պատկերացնում ենք։ Դուք մի քանի դիտարկումներ արեցիք, խնդիրը երբ է սրվել, խնդրեմ այս մասին ասեք, եւ այս ընթացքում ինչ կորուստներ եք կրել, անձամբ ձեր գործարանը։ Կորուստներ կրելու մասով չեմ կարող որևէ հայտարարություն անել, քանի որ ես ինքս այդ ինֆորմացիան չեմ տիրապետում։ Ես կարող եմ մեքենաների քանակով ընդհանրապես բարձրաձայնել, որ արտահանվող մեքենաների քանակը օրական 3-ից 7 մեքենայի փոխարեն ես շաբաթական 1-2 մեքենա եմ ուղարկում։ Դա ինքը իրանով արդեն խոսում է մեծ կորուստների մասին ու խնդիրը հայտարարել ապրիլի 18-ին առաջին մեքենան մտել է գեյզի անցակետ, այսինքն այնտեղ Բագրատաշենը անցնելուց ուղղորդել են մեքենային դեպի գեյզի անցակետ, որտեղից որ մոտեցել են, վերցրել են կոնյակի նմուշներ ու ասել են, որ այսուհետ անցկացվելու անալիզ, լաբորատոր զննություն, սպասեք պատասխանի։ Սովորաբար սենց դեպքերին ինչ-որ նախապայման են նախորդում, այսինքն ինչ-որ բան պետք է տեղի ունենար եւ Վրաստանի իշխանությունները խստացնեն իրենց դիրքով։ Համաձայն եմ, բայց ինչ-որ բան տեղի ունեցել, գուցե ձեզ հետ չէ, ընդհանուր հայկական կոնյակների։ Մենք այս խնդրի մասին տեղեկացանք միայն այն դեպքում, երբ մեր մեքենան ասավ գեյզի անցակետ։ Մենք նույնիսկ երբ որ մեքենան վարորդը զանգեց, ասաց, որ ուղարկում են գեյզի, մենք նույնիսկ այդ ժամանակ տեղեկացված չենք եղել ինչ է դրան հաջորդելու, ինչով է պայմանավորված այդ ամենը։ Մտածում ենք, որ դա ընդհանրապես զննում է իրականացվելու, որի համար բնականաբար մենք համաձայն ենք, եթե իրենք հանդիսանում են տարածիկ երկիր, այսինքն եթե ցանկանում են զննել,
Խնդիր չկա, թող մեքենան բացեն, այդ զննությունը անցկացնել, բայց մեքենան պահել եւ արդեն լաբորատոր զննում անցկացնել հանդիսանալով տարանցիկ երկիր, դա կարծում եմ, որ իրականությանը չպետք է որ համապատասխանի։ Ամսի 19-ից այսինքն 18-ին, ապրիլի 18-ին առաջին մեքենան իմ մտել է Գեզի ու դրան հաջորդող բոլոր մեքենաները արդեն մտել են Գեզի։ Իսկ այստեղ հանդիպում պահանջում եք։ Այո, ոչ միայն պահանջում ենք, հարցին լուծում ենք պահանջում։